Ոստիկանները բերման են ենթարկում ծնողներին դաժանաբար սպանելու համար կասկածվող 37-ամյա տղամարդուն։ Տուն է եղել։ Չի փախել։ Չէ։ Իրան միլիցիան կանդալեցի տարան։ Սպանել տուններ մնացել։ Հա։ Վերևը երկրորդ հարին էր մնացել։ Այսօր առավոտյան 10:50-ին է ոստիկանությունը մի քաղաքացուց ստացել ահազանգ, թե Գյումրիի Դեմիրճյան 37 հասցեում գտնվող այս տանդուռը փակ է, ոչ ոք չի արձագանքում։ Դեպքի վայր են մեկնել քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները։ Ըստ Հայլուրի թղթակիցների, փրկարարներն են ոստիկանների համար տանդուռը բացել։ Իրավապահները ներս մտնելով հայտնաբերել են դանակի բազմակի հարվածներից մահացած 63-ամյա Նազելի Ավդալյանի, 64-ամյա Սայաթ Ադամյանի մարմինները, մեկինը մահճակալի վրա, մյուսինը հատակին։ Կինը բժշկու էր, ինքն էլ ստեղ խանութ ուներ, կողքի իրա խանութ էր, շատ խելոք ընտանիք է, պրոսը տղեն հոգեբուժարանից եկել է ստու, իպեր լավց է եկել է։ Հարևանները պատմում են, հաճախ են տնից գոռոցներ լսել, 37-ամյա տղամարդը Նարեկը հոգեկան առողջության խնդիրներ ունի, հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոններից մեկում։ Վերջերս է դուրս գրվել։ Ընդիր բաշիկ էի, պետքա ժամանակը լեշերտեսոր ելինադում հարևանի։ Տեղեկություններ կան, որ ձերբակալված 37-ամյա տղամարդը 6-7 տարի առաջ է ծնողների նկատմամբ սպանության փորձ արել։ Ավելի վաղ ծառայակցին է դանակահարել, որի համար պատիժը կրել է հոգեբուժարանում։ Նա տան միակ տղան է, 2 քույր ունի ամուսնացած։ Լիլիթ Գասպարյան, Ալեքսանդր Սարգսյան, Խաչատուր Գևորգյան և Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։